Երբ դու սկսում ես արարել, ժամանակն ասես կանգ է առնում, եւ դու հայտնվում ես այլ ժամանակի ու տարածության մեջ, եւ այնտեղից սկսում ես վերադառնալ, բերելով քեզ հետ այն ամենը, ինչը հասցրեցիր զգալ ու տեսնել, փոխանցելով կտավիդ։ Ու երևի հենց դա է այն անմեկնելի գաղտնիքն ու խորհուրդը, այն զարմանալի առեղծվածը, որը բնորոշ է միմիայն իրեն, արվեստի աշխարհին։ Ու ժամանակվանից նկարել եմ, ու դա հենց ընթացքը գնացել է, բայց ամեն դեպքում երեխա ժամանակվանից սկսած շատ լուրջ են վերաբերվել, այսինքն բան չի եղել, այդպես ինչ-որ պահ ընտրելու, ինքնին ստացվել է։ Ես նույնիսկ հիշում եմ 3 տարեկան ժամանակվանից նկարներս հիշում եմ անգիր, ինչ էի նկարում, ոնց էի նկարում, ու հետաքրքիր է, որ այնտեղ թեմաներ կա, մինչև այսօր թելի պես գալիս է, կանայք ծաղիկներով, գլխին ծաղիկներ, այդպես հետաքրքիր բաներ կային։ Ես նկարչության մեջ ինձ զգում եմ բանվոր։ Եթե շատերի համար հաճելի գործ է, ինձ համար նաև տաժանակիր բան է, այսինքն անընդհատ գնալ ու ստեղծագործել ռեժիմով, ասենք առավոտ շուտ գալիս եմ, առավոտ շուտ ասենք ժամի 9-ին, մինչև գիշերը 12-ը ստեղծագործում եմ, համարյա թե ուրիշ ոչինչով չեմ զբաղվում։ Դե ինքնաարտահայտման ձև է, փնտրտուքներ են, ինքնամաքրման նաև պրոցես է գնում, ինքնահայտնաբերման, այդպես շատ խնդիրներ ես լուծում։ Եվ ընդհանրապես արվեստը կապ է, միջնորդ է, արվեստագետը միջնորդ է արվեստի եւ հասարակության միջև։ Ոնց է, չէ, հեռախոսի թելը, ինքը այդ բանն է, թելն է, ընդհանրապես։ Այսինքն ինքը ինչ-որ ինֆորմացիա հասցնում է, որ իրան տրվում է, ես չգիտեմ որտեղից, դիտորդին, հասարակությանը։ Արվեստը ունի խնդիրներ, շատ դեպքերում դեռ արվեստի խնդիրները այդքան էլ պարզ չի, որտեղ կախված է ժամանակից, դարաշրջանից, նայած որ դարաշրջանում ինչ խնդիր է լուծում արվեստը։ Մենակ էսթետիկան չի։ Շատ ավելի պրոբլեմատիկ հարցեր էլ պիտի լուծի։ Այսինքն հարցեր առաջ քաշի արվեստը եւ այդ հարցերի պատասխանը տա։ Ինձ թվում է 21-րդ դարում արվեստը կամաց դուրս է գալիս էսթետիկա հասկացողությունից, ավելի շատ իդեաների, մտահղացումների վրա է, որտեղ էսթետիկ նկարչություն թանգարանում շատ կա, շատ կա, իմաստը չկա նորից անել, կրկնել էսթետիկան։ 21-րդ դարը ունի իր էսթետիկան, որը կարող է ինչ-որտեղ նաև գռեհիկ լինի, ինչ-որտեղ, բայց պատճառաբանված ժամանակի պահանջն է։ Հիմա ես ավելի շատ մտորում եմ դրա մասին, քան էսթետիկայի։ Ես մի ֆորմայի մեջ չեմ մտածում, ասենք, մի ձևի մեջ, իմ համար շատ ձանձրալի է եւ շատ արագ փոխում եմ։ Այսինքն, որպես այդպիսին ստեղծագործական ֆորմուլա, ես ինձ համար չեմ ձևավորում, որ չքարանամ դրա մեջ մնամ։ Չէ, ստեղծագործողներ կան, որ բանաձև ունեն, նկարչական իրանց, ինձ այդ բանաձևը չի հետաքրքրում։ Իմ ամբողջ բանաձևը այդ տարբերության մեջ է, ստեղծագործական։ Այսինքն կարող եմ մի շարք անեմ, հետո դրան լրիվ ուրիշ հակառակ շարք անեմ։ Չեմ քարանում մի ֆորմայի մեջ, դա ինձ մի ձանձրույթ առաջացնում։ Այսինքն անընդհատ փոփոխության մեջ եմ ես, անընդհատ փոփոխության, եւ չեմ էլ ուզում կանգնեմ այդ փոփոխության մեջ։ Այդից դուր է գալիս։ Ճիշտ է, շատ դժվար բան է ամեն անգամ նոր ֆորմայով մտածելը, ինչ որ շարքից հետո ուրիշ բան գտնելը, բավականին դժվար է, բայց այդ հետաքրքիր է։ Երբ տեսա քեզ, սիրտս հանկարծ վարկենապես ոգի առավ։ Երբ տեսա քեզ, սիրտս խայտաց, վերածնվեց ու թև առավ։ Երբ տեսա քեզ, շուրջս մի պահ լուսավորվեց մի նոր լույսով։ Երբ տեսա քեզ, մի ակնթարթ թված երազ է հոգեթով։ Երբ տեսա քեզ, ես հասկացա,
որ վերջապես գտել եմ քեզ։ Երբ տեսա քեզ, անկեղծացա հոգուս առաջ, ըմբոստ ու հես։ Դիեզերական շատ գաղտնիքներ կա, որ ամփոփված են կնոջ մեջ, որովհետև այդ լույս աշխարհ մարդ բերելը այդ դիեզերքին համահունչ process է։ Եվ շատ բաներ կան, որ բնությունն ու կինը շատ համահունչ են իրար հետ։ Եվ ինձ համար շատ դեպքերում կանայք շատ ավելի ուժեղ են, քան թե մենք տղամարդիկս։ Շատ հարցերում շատ ուժեղ են, շատ ավելի կայուն են, դիմացկուն են։ Իրանց համեմատ մենք մի քիչ թույլ ենք կանանց հետ։ Եվ կինը դե համեմատաբար բերիության հետ, չէ, առատության հետ, պատղաբերության հետ, այդ մեծ խորհուրդ կա կանոջ մեջ։ Իրենց մեջ դիեզերական լիքը գաղտնիքներ կան։ Ու եթե դիեզերքի գաղտնիքները փնտրում կարող ես կանոջ մեջ գտնես։ Ես նկարում եմ ոնց որ կուզեի կանոջը տեսնել, եւ շատ դեպքերում էլ նկարում եմ ոնց որ կա։ Կանոջ տեսակը չի փոխվել։ Արտաքին ինչ-որ բաներ կա փոխվել, ասենք հագուստը, ձևը, մոդան, բայց էությունը նույնն է մնացել։ Կինը որպես այդպեսին ինքը փոփոխության չի ենթարկվել, որովհետև այդ մարդ աշխարհ բերելը նոր մարդ, այդ երբեք չի փոխվել։ Այսինքն այդ ամեն ինչը մնում է մինչև այսօր անկախ դարաշրջանից, սկսած քարանձավից երևի էլի։ Հավատը իմ արվեստում երևի թե ամենաառաջնակարգն է, այդ հոգևոր մոտիվները, հիմնականում քրիստոնեական, ես ուրիշ ֆորմա չեմ ընկալում։ Կան, հարգում եմ մյուս հավատքները, բայց ի ֆորման քրիստոնեական է մտածելակերպս, ես էլ քրիստոնյա մարդ եմ, մեր հայ առաքելական եկեղեցու ծնունդ։ Եվ հոգևոր մոտիվների մեջ շատ մեծ խորհուրդ կա եւ կուլտուրա կա։ Սկզբունքորեն քրիստոնեական կուլտուրան շատ առաջնակարգ է։ Ինքը նայենք արվեստ, քրիստոնեական արվեստը, չէ, ֆորմայով արվեստը եւ մտածելակերպով ինքը շատ անկրկնելի է եւ շատ պրոգրեսիվ է։ Այդպեսին շատ ինքը առաջ գնացող է, տեղում դոփող չի։ Դոգմաներ չկան։ Թեկուզ Վան Գոգի նկարչությունը, մյուսի ամբողջը քրիստոնեական ֆորմա է, իր մեջ կրում է քրիստոնեական ֆորմա, հոգևոր խորհուրդ կա։ Եվ այդ ամեն ինչը ինձ համար ներշնչանքի աղբյուր է հանդիսանում։ Մարդն էլ է բնություն, ինքը կտրված չի բնությունից եւ շատ դեպքերում կոմպոզիցիաների մեջ ես բնությունն եմ օգտագործում։ Մարդու հետ համահունչ, շատ դեպքերում մարդը հակադրության մեջ է բնության հետ։ Չի համակերպվում շատ բաների հետ, ինքը լինելով բնության մասնիկ, բայց ինքը անընդհատ հակադրության մեջ է բնության մեջ։ Վերցնենք կնոջը։ Կինը դες միշտ պայքարում է, այն ինչ որ իրեն տվել է Աստված, չէ՞։ Բնությունը, Աստծո բնությունը, բայց անպայման մի կոսմետիկ բան պետք է ավելացնի, փոփոխի, այդ բնության հետ չհամակերպելու խնդիր կա այնտեղ։ Այսինքն ինչ-որ բան պետք է փոխվի, մարդը ուզում է անընդհատ ինչ-որ բան փոխի, բայց շատ դեպքերում փոխելուց իրան վնասում է։ Ես շատ թողնում եմ ինքն իրանով գնա, ես տենց բան չեմ անում, էլի, ասենք, պարտադրանքի բան չկա, շատ ազատ եմ թողնում, թե միտքս, թե ձեռքս, մտածելակերպս ազատ եմ թողնում, բայց անկախ կա այդ հակադրությունը բնության հետ, եթե շատ խորը նայենք, մահը ինչ է, էլի բնությունն է, բայց մարդը, քանի որ ինքը բնությունով անմահ է, անընդհատ հակադրության մեջ է բնության մահվան հետ։ Շատ խորթ է, չէ, մահը մարդու համար, որտեղ մարդը ինչ է, Աստված անմահ է ստեղծել։ Բնության համար շատ նորմալ է, բայց մարդու համար շատ աննորմալ է։ Մարդը չի համակերպվում դրա հետ։ Քանի որ մարդու բնությունը ինքնին անմահ է, եւ այդ բնության այդ process-ը իր համար շատ խորթ է, դրա համար հակադրություն է ստեղծվում։
Ինչ որ ինձ հուզում է, ես դա անում եմ, որովհետև ասենք այդ փողոցի կանգնած նույնիսկ մուրացկանի մեջ ես հոգևոր բան եմ տեսնում խորհուրդ։ Ես ոչ թե իրան արժեքազրկում եմ, հակառակը, ուզում եմ արժեքավորել, որ այսինքն այդ անձնավորությունը, այդ թշվառ թեկուզ, բայց ինքն էլ Աստծո ստեղծած է, եւ մյուսներից պակաս չի, եւ կարելի է նկարի մեջ գոնե արժեքավորել իրան։ Շատ դեպքերում կարան նաև ոչնչացնեն որպես մարդ, բայց արվեստագետի խնդիրը մարդու մեջ գտնել իր աստվածայինը, ցույց տալ աստվածայինը, թեկուզ փողոցի այդ ամուրացկանը, չգիտեմ թշվառը, բայց Աստված ծրագրով է իրան ստեղծել, հենց այնպես չի, ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Սովորական մահկանացումներից բոլորիս մեջ էլ կա այդ թշվառությունը, բոլորս էլ ոնց որ օտարական լինենք այս աշխարհում։ Այս այն կերպարներ են, որոնք ես ուզում եմ, որ լինեն իրանք։ Այդպես բան կա էլի։ Արվեստը ինձ համար ընկած է իրականության եւ հեքիաթի արանքում։ Եվ որ ինքը դառնում ամբողջովին իրականություն, դառնում անիմաստ ձանձրալի։ Երբ որ ամբողջովին հեքիաթ է դառնում, դա էլ մի քիչ կարող է պրիմիտիվացնի։ Օրինակ վերցնենք Մարկեսի 100 տարվա մենությունը, իրականության եւ հեքիաթի արանքում անգած։ Ամբողջը։ Ինձ թվում է այդպես մի բան կա։ Կերպարվեստը ինձ տալիս է հոգևոր խաղաղություն, բայց դրա հետ մեկտեղ բավականին չարչարանք, հոգնեցուցիչ նույնիսկ շատ դեպքերում, որովհետև անընդհատ ես կոպիտ եմ ասում, անընդհատ լաթի վրա քսելն էլ կատակ բան չի։ Առավոտը գաս, հետո մտածես մի նոր ձևի պետք է անես դա, որպեսզի չկրկնվի, այդտեղ բավականին տառապանք կա դրա մեջ։ Դրա համար եթե շատերի համար հաճելի գործ է, ինձ համար նաև չարչարանքել է բավականին։ Որովհետև ամեն անգամ փնտրել ինչ-որ նոր բան, նոր խոսք, որպեսզի չկրկնես ինքդ քեզ, հեշտ բան չի դա։ Այդ տեսակ էլ է եւ տալիս է հիմնականում, բայց ընդհանուր գլոբալ առումով խաղաղություն է տալիս։ Ընդհանրապես մարդու բնությունը ստեղծագործ է։ Աստված դրել է մարդու մեջ ստեղծագործ էությունը, չէ՞։ Ասում եմ ստեղծենք նրանց մեր նման եւ մեր կերպարանքով։ Նմանությունը այդ ստեղծագործական արարչագործական էությունն է։ Երբ որ ասում են նման։ Եվ կերպարն էլ դե մարդուն ստեղծեց իր կերպարով։ Այսինքն հենց այնպես չի դրված էլի մարդու մեջ ստեղծագործելու բնությունը։ Այդ մի վերուստ տված է եւ բոլորին է տված։ Իսկ թվում է բոլոր մարդկանց տված է ստեղծագործելու էությունը։ Ամեն մեկը ինչ որ մի գործի միջավայրի մեջ իրեն դրսևորում է։ Եվ երբ որ մարդ իրեն փնտրում է իր ստեղծագործ էությունը։ Պարտադիր չի նկարեն կամ երաժշտություն գրեն։ Լիքը տեղեր կա որ մարդ արարածը կարելի է դրսևորի։ Արարչագործությունն ուրիշ է, ստեղծագործելն ուրիշ է, բայց նմանություն կա մեջը։ Եվ այդ ամեն ինչի մեջ մարդ կարող է համեմատվել Աստծո հետ, բայց չի կարող
համել համեմատվել, հասնել, համ կարող է համել ոչ, որովհետև այն ինչ որ Աստված արարել է, մարդու վիճակի չի անելու, մեր արածը ինչքան էլ անենք, ստեղծագործենք, ուրիշ ֆորմայի մեջ է։ Հարաճագործությունը տիեզերական հասկացողություն է։